Բարև ընկերներ, ես շատ կարևոր առաքելություն ունեմ հոգ տանել շրջակա միջավայրի մասին եւ օգնել, որ ձեզպես երեխաները միանան մեզ այս գործում, որը կենսանական նշանակություն ունի մեր մոլորակի համար։ Ինչպես արդեն գիտեք, մարդիկ եւ շրջակա միջավայրը սենտորեն կապված են միմյանց հետ։ Ամեն անգամ, երբ մարդիկ վնասում են բնությունը, նրանք բնապահպանական խնդիրներ են առաջացնում։ Այս խնդիրները ենթադրում են շրջակա միջավայրի վնասական փոփոխություններ, որոնցից շատերը անդրադարձելի կլինեն բոլոր մարդկանց առողջության վրա։ Նայեք այս գետին, մարդիկ աղբ են նետել նրա մեջ, ջուրը աղտոտվել է եւ այժմ ոչ ոք չի կարող խմել այն։ Ով ոչ, կան նաև բազմաթիվ կենդանիներ եւ կենդանական արարածներ, որոնք կմեռնեն աղտոտման պատճառով։ Բարեբախտաբար, մեր ձեռքում է պաշտպանել բնությունը եւ հոգ տանել բնության մասին։ Այդ պատճառով ես ցանկանում եմ ձեր հետ կիսվել 10 հեշտ եղանակով, թե ինչպես հոգ տանել շրջակա միջավայրի մասին։ Եկեք նայենք։ Անջատեք լույսերը եւ էլեկտրոնային սարքերը, որոնք չեք օգտագործում, էներգիա խնայելու համար։ Փոխարինեք պլաստիկե տոպրակները բազմաթիվ օգտագործման կտորի տոպրակներով։ Պլաստիկ տոպրակները քայքայվում են տարիներով, իսկ դրանք պատրաստելը շատ աղտոտված գործընթաց է։ Տարանջատեք եւ վերամշակեք տարբեր տեսակի թափոնները՝ օրգանական, անօրգանական, տարաներ, ապակի եւ թուղթ եւ ստվարաթուղթ։ Ջրի վատումից խուսափելու համար համոզվեք, որ ծորակը լիովին փակ է։ Զուգարանը աղբաման չէ։ Գիտեք, որ զուգարանը յուրաքանչյուր օգտագործումից հետո մենք վատնում ենք 10 լիտր ջուր։ Լոգանք ընդունելու փոխարեն ցնցող ընդունեք։ 5 րոպե տևողության ցնցող օգտագործում է մոտ 100 լիտր ջուր, մինչդեռ լիքը լոգարանը կարող է օգտագործել 250 լիտր։ Ատամները լվանալիս անջատեք ծորակը։ Եթե ծորակը չփակեք, ապա ատամները լվանալուց ամեն անգամ միջինը 20 լիտր ջուր կօգտագործեք։ Վերօգտագործեք թուղթը։ Օրինակ, հիշեք, որ կարող է գրել թերթիկի երկու կողմերից դրա օգտագործումը առավելագույն հասցնելու համար։ Հավաքեք ձեր աղբը ամեն անգամ, երբ գնում եք լողափ կամ սարեր։ Հարգեք եւ հոգ տարեք ձեր շրջակայքում գտնվող կենդանիների, ծաղիկների եւ ծառերի մասին։ Հեշտ եղանակներն են շրջակա միջավայրը մասին հոգ տանելու համար, չէ՞։ Համոզված եմ, որ արդեն գիտեք դրանց մասին եւ մեծ մասը կիրառում եք։ Պարզ գործողություններով, ինչպիսին են վերամշակումը, էներգիա եւ ջրի խնայումը եւ բոլոր կենդանիների առանձնարի մասին հոգ տանելը, մենք նպաստում ենք մեր ավելի կայուն մոլորակը։ Գիտեք այս բառը կայուն մոլորակ կամ քաղաք, դրանք այն վայրերն են, որտեղ մարդիկ ապահով են կյանքի լավ որակով։ Այսպիսի ապագա սերունդը վկայելում են հրաշալի մոլորակ, որտեղ տնտեսական աճը, բնապահպանական եւ սոցիալական բարեկեցությունը հավասարակշռություն ունի։ Հիշեք, ամեն ինչ ձեր ձեռքում է։ Ցանկանում եք միանալ մեր առաքելությանը։ Did you like the video? We have so many more. Subscribe by clicking on the seal. And if you want to keep watching more videos, click on the boxes.